կա արդյոք Հայաստանում քաղաքական գործընթացների բանակցային մասնագետ։ Ես ունեմ գոլեգաներ, որոնք փայլուն դասավանդում են։ Բայց եթե դուք իրանց խնդրեք, որ գան ստեղ Երևանի շուկայում սակարկեն, ավելի լավ է իրանց չխնդրեք դա անեն, հա, որովհետև տապալելու են։ Դժվար է մտցնել սանկցիա մի երկիր, եթե Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը մի կողմ ես դնում, որը պերմանենտ սանկցիայի տակ է։ Մենք պետքա Ադրբեջանի շահերներ էլ բան անենք, հա, պետք է հասկանաս։ Բայց դա չի նշանակում, որ դու քո շահերը պետք է անտեսես մյուս կողմի շահերի հետևից ընկած։ Բիզնեսում բանակցային գործընթացը եւ քաղաքականության մեջ։ Ես ընտրում եմ ինչ կոշիկ հագնեմ, ես ուզում եմ սևը հագնեմ, ինքը ասում է, չէ, պետք է շագանակագույնը հագնես։ Ասում է կոմպրոմիսը կլինի, երբ որ մի ոտքից կլինի շագանակագույն, մյուս ոտքից կլինի սևը։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մի փոքր դադարից հետո մենք վերականգնում ենք պարոն հաղորդանվար ոդքասթը եւ այսօր ես կարծում եմ շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, որովհետեւ մեր հյուրն է բանակցային գործի մասնագետ CM Partners ընկերության ավագ խորհրդատու Արտուր Մարտիրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Թվում է թե բանակցային գործընթաց, բանակցային գործ, բանակցային մասնագետ։ Ինչ է պետք բանակցային մասնագետ լինելու համար։ Շատ կարևոր հարց եք տալիս, բայց միշտ այդ հարցին գալով մի այլ հարց էլ կա, այսինքն երկար տարիներ պնդում էին, որ բանակցողները ծնվում են ոնց որ դու պետք է իծնե ունենաս ինչ որ Ես այդ հարցը պատրաստել եմ, բայց լավ, որ սկսեցիք, խնդրեմ։ Իհարկե, իծնե մարդիկ ստանում են ինչ որ բաներ կա, որ դու այն ինչ որ կոչվում է էմոցիոնալ կամ սոցիալ կոուցենտ, հա, որ դու ավելի ունակ ես արագ շփման մեջ մտնես, էմոցիոնալ լավ կարդաս մարդկանց եւ այլն։ Դա բոլորի մոտ չի որ կա իծնե, հա, կան մարդիկ, որ ինտրովերտ են իծնե, դա չկա իրանց մոտ։ Իսկ սովորել դա հնարավոր չէ։ Ինչ որ բաներ կարելի է սովորել, դու պետք է բայց շատ աշխատես քո վրա, ավելի շատ աշխատես քո վրա, որ կարողանաս հաղթահարես այդ ամենը, բայց ամենակարևոր բանը անում է, որ չկա մի ձև բանակցելու։ Դա էլ է առասպել, որովհետեւ մարդիկ հավատում են, որ այ ճիշտ ձևը սովորացրեք մեզ, ոնց ենք բանակցում, ու մենք այդ ճիշտ ձևով միշտ կբանակցենք ու հաջողության կհասնենք։ Դա ամերիկյան տենց բան կա մոտեցում, այդ self-help, այսպես կոչված industry-ն, այսինքն մարդկանց արագ ինչ-որ մի բան սովորացնել։ 5 օրում սովորացրեք ոնց բանակցեմ, ես կդառնամ փայլուն բանակցող։ Բայց դա այդպես չի աշխատում, որովհետև գիտելիքը էմպիրիկ գիտելիք է, այսինքն փորձի վրա հիմնված է։ Դու կարող ես ընթերցես, դու կարող ես մասնակցես տրեյնինգների, բայց միշտ քո փորձով այդ գործիքները, որ քեզ տալիս են, չկարողանաս կիրառես, չկարողանաս դասեր քաղել, ադապտացնել քո մշակույթում եւ այլն, դա շատ բարդ խնդիր է եւ դա պահանջում է մշտական աշխատանք, որովհետեւ միջդիսցիպլինարը մեր բանը, այս դպրոցը, որ ստեղծվել է Հարվարդի բանակցային դպրոցը, ես այդտեղ եմ սկսել, համարյա 30 տարի այդտեղ աշխատել եմ, հիմա մասնավոր ընկերություն է, բայց բախտի բերումով ելից հետո սկսեցի աշխատել հիմնադրի հետ, Ֆիշերի հետ, եւ այն ժամանակ 30 տարի առաջ մոտեցումը հետեւյալն էր, որ կան այդ գործիքները, կա այդ համակարգը, որ ինքը ստեղծել էր իր փորձի վրա հիմնված, որ եթե մարդկանց սովորացնենք, իրանք շատ ճիշտ ձևով կբանակցեն, որովհետև մարդը ռացիոնալ է, այդ ռացիոնալ ընտրության տեսությունը զարգացած էր Միացյալ Նահանգներում, մարդը ռացիոնալ է, եթե դու իրան ճիշտ ձևով բանակցում ես, առաջարկում ես ավելի լավ տարբերակ, քան իր այլընտրանքը, այն ինչ որ ինքը առանց քեզ կարանի, ուրեմն ինքը պետք է համաձայնվի քեզ հետ։ Այդ էր մոտեցումը, բայց դա թերի էր, բարձ է։ Վերջի 10 տարին մենք համոզվում ենք, որ աշխարհում իրրացիոնալիզմը շատ ավելի շատ է, քան ռացիոնալիզմը։ Փոխվեց, ես ասեմ ձեզ, ի պատիվ Ֆիշերին, ինքը իմ ուսուցիչն էր, ինքը միշտ հանդուրժում էր, երբ որ իր հետ չէր համաձայնվում։ Ես երկու իր հետ ունեի չէի համաձայնում երկու կետում։ Առաջինը, որ մշակույթն է կարևոր, այսինքն մենթալ խնդիրներ էլ կա։
Չէ, դե բարձա ոչ վարկագծային եւ այլն մշակույթը, հա, արժեքները այդ մշակույթում եւ այլն։ Բայց քանի որ ինքը այդ դիրքերից էր, հա, որ ռացիոնալ են, ինչ տարբերություն չինացիա, ռուսա, հայա, թուրքա, բոլորը ռացիոնալ են, չէ՞, եթե դու իրանց համոզում ես ռացիոնալ ձևով, ուրեմն կհամոզես։ Մշակույթը երկրորդն էլ այդ էմոցիոնալ պահն է, որովհետեւ արժեքների հետ կապված է նաեւ էմոցիոնալ պահը։ Չէր ստացվում մի մոտ իրեն համոզել, միջև չփոխվեց տեխնոլոգիաները թույլ չտվեցին մեզ տեսնել ինչա տեղի ունենում այստեղ։ FMR տեսկանը արդեն 90-ական թվականների վերջից նոր տեսությունները Kahneman-ը, Tversky-ը նոբելական ստացան, այսինքն իրանք ինչ ցույց տվեցին, իրանք ցույց տվեցին, որ մարդը ընտրում է, իսկ բանակցություններում դու փորձում ես ազդել ընտրության վրա, չէ՞։ Մարդը ընտրում է կախված նաև իր արժեքներից Այն հասարակ մոտեցումը, որը հիմա էլ մենք տեսնում ենք այդ rational choice-ը մարքեթինգի, հա, մի կոշիկ մի զույգը գնեք, երկրորդը կես գնով։ Ինչ են ենթադրում։ Ենթադրում են, որ դու ռացիոնալ ես, կհաշվես եւ կգնես, բայց իրանք ասում են դա այդպես չի, մարդը այդպես չի որոշում կայացնում։ Մարդուն կարևոր է ինչ արժեքներ ինքը ունի, կարող է իրան պետք չի երկրորդ կոշիկը ինքը չէ լուզում է երկրորդի վրա ծախսի։ Եվ կարևոր է շրջանակը, այսինքն ոնց եք ներկայացնում այդ ընտրությունը։ Ոնց է այդ ընտրությունը ազդում իր գիտակցության վրա, իր գիտակցության վրա, այո, եւ այդտեղից արդեն սկսվեց փոխվել եւ Ֆիշերը ընդունեց դա եւ արդեն փաստորեն 25 տարի է դպրոցը շատ ավելի այլ հարցերի վրա է աշխատում, հա։ Եթե սկզբում դպրոցի միայն իրավաբաններն էին, երբ որ դպրոցը սկսվեց, իրավաբանական դպրոցներ Հարվարդի, հիմա ամենտեղ Հարվարդի բիզնես դպրոցը, ես Business Review-ի, Harvard Business Review-ի խորհրդատու եմ։ Դուք չեք ավարտի Harvard Business դպրոցը, եթե 4 պարտադիր կուրս է, մնացած 12-ը ինչ ուզում եք վերցրեք, բայց 4-ը պարտադիր է։ Այդ 4-ից մեկը բանակցություն է։ Դե Քենեդի դպրոցը պարզ է, տարբեր երկրներում, տարբեր համալսարաններ Միացյալ Նահանգներում այդ շատ արագ սկսեց այդ ոլորտը աճել։ Հիմա Ֆրանսիայում, Բրիտանիայում ամենտեղ, Ռուսաստանում, Չինաստանում ամենտեղ կան այդ դպրոցները, իրանք փորձում են ասել, որ իրանց դպրոցը առանձնահատուկ է, բայց նայում ես ինչ որ ընդհանուր տեղի բաներ կան։ Բազային բաները միևնույնն է, բայց իհարկե մշակույթը շատ կարևոր է։ Այդ մշակույթը առանց այդ մշակույթը հասկանալու ինչպես է մտածում քո դիմացինը, ինչպես է ինքը որոշումներ ընդունում։ Առանց դրա անհնար է բանակցել։ Եվ ասեմ, որ տարբերությունը շատ մեծ է, այն ինչ որ կոչվում է deal making, այսինքն տրանզակցիոն բանակցություններ, որտեղ փողն է հիմնականում։ Եթե ես կորպորատիվ իմ կլիենտների հետ աշխատում եմ եւ ցույց եմ տալիս իրանց, որ իրանք կարող են ավելի լավ գտնել տարբերակ, հա, որը որ մի կողմի համար առնվազն ավելի լավ կլիներ, մյուս կողմի համար դա չէր վատացնի իրավիճակը։ Կամ երկու կողմի համար նույնիսկ կարող ավելի լավ տարբերակ լիներ ցեղան։ Ուրեմն իրանք փողոտեսում են, նույնիսկ եթե իրանք ունեն այդ մրցակցային պահերը արևմուտքում, ես շեշտում եմ դա, արևմուտքում իրանք հասկանում են, որ ավելի լավ է գումարը կա, մենք գնում ենք դրան, հա, այդ ռացիոնալ պահը ինչ որ ձևով աշխատում է։ Բայց դա այդպես չի ամենտեղ, Չինաստանում մի քիչ այլ է, իմ փորձից էլ կարծում եմ մերձավոր արևելքում է։ Իհարկե, այնտեղ այլ արժեքները բան շատ կարևոր պահեր կան, բայց հիմնականում տրանզակցիոն դաշտը մի քիչ այլ ձև է աշխատում, հա, բանակցությունները, քան ճգնաժամային բանակցությունները, պատանդա, աբեկիչներ են եւ այլն, կամ խոսքերնակ այն ինչ որ կոչվում է էթնոքաղաքականություն, որտեղ հաշվարկները, որոշումները ընդունվում են ոչ միայն տնտեսական կամ շոշափելի ինչ որ բաների վրա, նույնիսկ այդտեղ շատ կարևոր է հասկանալ մշակույթը, ոնց է մտածում մյուս կողմը։ Ոստեղ մենք ունենք խնդիր, որովհետև սովորացնել մտածել մյուս կողմի տեղը որոշ մշակույթներում դա շատ դժվար է։ Ես շատ եմ աշխատել Միջին Արևելքում, իրանց մոտ նույնիսկ այնպես պատկերացում կա այդ էմպաթիան, այսինքն ես կոգնիտիվ էմպաթիան։ Ես եթե ձեր տեղ ոնց որ շախմատում, եթե ես դրեցի արդեն ինձ ձեր տեղը, ուրեմն ինչ որ չափով արդեն ընդունեցի ձեր դիրքը, բայց դա այդպես չի։ Ես պետքա մտածեմ, հասկանամ դուք ոնց եք մտածում, հնարավոր է արդյոք ես ինձ դնեմ ձեր տեղը եւ մտածեմ ինչպես եք դուք մտածում։ Իհարկե նեյրոկենսաբանությունը այսօր կասի որ դա անհնարին խնդիր է, բայց ինչ որ չափով ինչ որ տեղեր ես կարող եմ գուշակել, ինչ որ տեղեր հասկանալ, ինչն է ձեզ համար կարեւոր եւ ինչ եք դուք ընտրելու ի վերջո։ Որովհետեւ բանակցությունները
ինչպես ասացի, ընտրությունն է, վերջում պետք է ընտրես, այո ես ասում, թե ոչ ես ասում։ Ինչով ես մնալու վերջում, հա, ընդունելու ես տարբերակը սեղանին, թե գնալու ես քո այլ ընտրանքին։ Եվ ամենամեծ սխալները, ամենակոպիտ սխալները բանակցողները նմանավանդ քաղաքական ոլորտում անում են թերագնահատելով մյուս կողմի այլ ընտրանքը, այսինքն մյուս կողմը ինչ կարող անի, եթե այդպես լինի, եւ գերագնահատում են իրենց այլ ընտրանքը, հա։ Նույնիսկ այսօր մենք բոլորը սպասում ենք Ստամբուլում վաղը ոնց է լինելու, ինչ է լինելու, այդ սանկցիաները, հա, սանկցիաները այլ ընտրանք է, ինչ են ասում եվրոպացիք, եթե չանես սանկցիաներ։ Այդ այլ ընտրանքն է, հա, կլինի սանկցիաներ կկորցնես եւ այլն։ Օրինակ, այլ ինչ սանկցիաներ պետք է դեն։ Տեսեք, իրանք ոնց որ դասեր չքաղեցին։ Ես կարամ շատ կարճ վերադառնամ 2014 թիվ, երբ որ այդ Ղրիմյան հարցը նոր էր սկսվել, Ջոն Քերին էր այն ժամանակ պետքարտուղարը, իր թիմը մեզ հետ համագործակցում էր, հաշվարկում էին եւ այլն, ինքը պետք է հանդիպեր Լավրովի հետ, պատրաստվում էր եւ ինքը գնաց հանդիպման Լավրովի հետ, դեռ փետրվար ամիսն էր եւ ասաց, որ տեսեք, մի արեք, այդ հանրակրվե եւ այլն արդեն օրը ասված էր մայիսի վերջ, մի արեք, որովհետեւ եթե անեք կլինի, ստիպված կլինեք սանկցիաներ եւ սանկցիաները կտապալեն ձեր տնտեսությունը։ Ուրեմն Լավրովը վերադարձավ Մոսկվա, մյուս հանդիպումը մարտի 2-ին էր ոնց որ Լոնդոնում, բարձր որ միջև այդ հանդիպումը արդեն օրը փոխվել էր։ Եվ Քերի թիմը ապշած էր, ոնց մենք իրանց ճիշտ ձևով այդ շրջանակը տվել ենք, կորուստա լինելու ձեզ համար, բայց իրանք էլի ասում են չէ։ Ասին երևի մենք լավ չենք համոզել։ Բերին նստացրին բոլոր մասնագետներին, տնտեսագետներին, բոլոր նախարարություններից նստացրեցին, այսպես մեծ բան էին գրել, հաշվարկները ինչ վնաս կրելու Ռուսաստանի տնտեսությունը, եթե սանկցիաներ լինի։ Մարտի 2-ին ներկայացրեց Լավրովին ասելա, երևի անցած հանգամ համոզիչ չէր, այս տարեք ձեր մասնագետներին տվեք, իրանք էլ ձեզ կասեն, որ սա է։ Տանում է, օրը փոխվում է, էլի են մոտեցնում։ Մարտի 16-ին հանրակրվեն եւ անցկացում են հանրակրվեն։ Այդ բայից հետո ուրեմն Քերի թիմի մասնակիցները, որոնք մեզ հետ աշխատում են, եկան ասին, այդ ինչ էր, այդ ինչ տեսություն եք մեզ բացատրում, այդ ինչ շրջանակա, ֆրեյմինգը, ասում եք կորուստ եւ այլն, տեսակ արեցինք, բայց ռուսների հետ չի աշխատում։ Ես ասեցի, չէ, տեսությունը աշխատում է։ Դուք ուղղակի ճիշտ շրջանակ չեք տվել։ Ինքը խուսափում է կորուստից։ Այդ շրջանակները կամ դու տալիս ես որպես շահ, հա, մարդուն, ասում ես, էս է շահելու, եթե ընտրես, կամ ասում ես, էս է կորցնելու, եթե չընտրես, կամ ընտրես։ Ուրեմն շրջանակը դուք ճիշտ չէիք հաշվարկել ինչ։ Դուք չէիք հասկացել, որ ինքը խուսափում է Պուտինը, խուսափում է ավելի մեծ կորուստի իր համար, որովհետև Ղրիմը կորցնելը իր համար ավելի մեծ է, քան այն վնասը, որ տնտեսական խնդիր։ Ու այդ ժամանակ դե ռուսներն էլ երևի ինչ որ չափով միջև վերջ, նրան չի որ բոլորը ճիշտ հաշվարկներ արեցին, իրանք էլ երևի ինչ որ չափով թերագնահատեցին, ասին երևի համախմբված տենց Եվրոպան չի գործի, Միացյալ Նահանգները եւ այլն, բայց գործեցին եւ ցույց տվեց ժամանակը, որ այդ սանկցիաները չեն աշխատում, բայց նորից շարունակեցին, Բայդենի օրոք նորից շարունակեցին այդ սանկցիաները, էլի չի աշխատում։ Հիմա նորից շարունակում են նույն սանկցիաները։ Ոնց որ դու անես նույն բանը, ուզենաս հասնես քո նպատակին, չես հասնում քո նպատակին, բայց շարունակական կրկնում ես։ Այդ Էյնշտեյնի ասած, ես ճիշտն ասած կատակով սկիզոֆրենիայի բանն է։ Կատակով մի առիթով, արևմտյան ներկայացիչների հետ ոչ բարձրաշրջան, պարզապես, հա, շփման մեջ ասեցի, որ Ռուսաստանի բարեկամ, Ռուսաստանին պարզապես այդ մշակութային, հա, չեք ուսումնասիրել, որովհետև դժվար է մտցնել սանկցիա մի երկիր, եթե Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը մի կողմ ես դնում, որը պերմանենտ սանկցիայի տակ է։ Ինքը չի նայելու այդ սանկցիային, ինքը, ասենք, Օրենբուրգում, Տոմսկում, որտեղ մինչև հիմա ջրհորից, չգիտեմ, ասենք, ջուր են խմում, որտեղ այդ նույն, չգիտեմ, ծովամթերքներից երբեք չեն օգտվել, իսկ դուք դրա սանկցիան եք դնում, ենթադրենք։ Հա, բայց իրանք Բելարուսիայից հետո բայց ռուսների մոտ այնուամենայնիվ, հա, կա այդ այն մշակութային զադիրժավոաբիդնա наших բյուտ եւ այլն, որը աշխատելու է իրանց բարագայում։ Ռուսները մոբիլիզացիոն մշակույթ է, եթե վտանգ կա դրսից, իրանք մոբիլիզացում են եւ այդ մոբիլիզացված վիճակում շատ դժվար է
ինչ որ մի բան հաղթարել։ Տեսեք, ասում են երկրորդ համաշխարհային պատերազմ, բայց ես ասեմ հայրենական պատերազմ, հա։ Սկիզբը այդ պատերազմի, ուրեմն ինչ մենեջմենտի ինչ հզոր խնդիր ա դրված։ Ուրեմն արագ շարժվում է ուրեմն բանը գերմանական այդ մեքենան եւ իրանք պետք է էվակուացնեն հարյուրավոր գործարաններ կազմակերպել այդ ամենը կազմակերպել որ դու բերես հասցնես Ուրալ դեր նույնիսկ Ուրալից էլ այն կողմ մի հատվածը չկա բան չկա դեր վերևը բայց արդեն արտադրությունը դրված է կոսիգիններ ժամանակին զբաղվում այդ հարցերով, բայց դա շատ է դարիքիրա, չէ, որ իրանք կարողանում են մոբիլիզացվել։ Ուրիշ հարց, որ այդ մոբիլիզացիայի պա իրանք ոնց որ բան լինի, հա, այն իրանք ասած մահետնիկ լինի։ Իրանք կարող են մոբիլիզացված լինեն, բայց հետո երբ որ թուլանում են, գնում է մյուս կողմ ու արդեն լրիվ թուլացած են այդ վիճակում։ Հա, իրանք մոտ ես կարծում եմ մենք էլ դա ունենք, ծայրահեղությունից ծայրահեղություն, ես նկատի ունեմ։ Դե հա, մոբիլիզացիան այդ բանը դժվար է երկար պահել։ Բայց քանի որ դուք խոսեցիք տեխնոլոգիաներից, որոնք փոխեցին այստեղ շատ բաներ, մեր հաղորդման ֆորմատը ենթադրում է, եւ ես պատրաստել եմ հարցեր, այն նույն հարցերը, որը ձեզ եմ ուզում տալ, նաեւ ChatGPT, հա, արհեստական բանականությանը։ Եվ ես հիմա կխնդրեմ ձեզ պատասխանել մի հարցի, որը որ ChatGPT-ն էլ կուզենամ պատասխանի, հա, բանակցային մասնագետի հիմնական ունակությունները որոնք են ըստ ձեզ եւ հետո մենք կլսենք ChatGPT-ին։ Դե մոտավորապես 4 տարբեր բաներ կա, հա, խմբեր կա այդ հմտությունների, որոնք պետք է մասնագետը լավ տիրապետի, ուրեմն բարձր հաղորդակցությունն է, եւ ոչ այնքան խոսելը, ինչքան լսելը իմիջիալոց ճիշտ ձև լսելը, ճիշտ հարցը տալը, ճիշտ ինֆորմացիան քաղելը, որ ավելի լավ հասկանաս ինչա տեղի ունենում, խաղը ճիշտ կարդաս, դե պարզա, որ նույնիսկ սլավոնական լեզուներում դա խոսելու հետ է կապված, չէ, պերեգավորի, ուրեմն խոսելը, հաղորդակցելը։ Շանից ես ասում եմ ավելի կարևոր է ինչպես ես դու լսում։ Պարզավոր հարաբերություններն են կարևոր, այսինքն վստահություն դու կարող ես ձեռք բերել այդ հարաբերությունները պաշտպանես, որ կան բանակցողներ իմիջիալից, որոնք ոչ գրքեր են կարդում, ոչ տրեյնինգների են գնում, բայց իրանք ունեն այդ շատ ճիշտ պատկերացումը, որ իր համբավը շատ կարևոր է։ Եթե ինքը իր խոսքի տերն է, արդեն դա ուժ է, ուժի աղբյուր է։ Ինքը մտնում է սենյակ եւ բոլորը գիտեն, որ մտել է մեկը, որը որ ասեց կանի։ Դա շատ կարևոր է, դու ինչպես ես նաեւ այդ հարաբերությունները, վստահությունը ձեռք բերում է եւ այլն, եւ կառավարում այդ հարաբերությունները։ Կա նաև դա ավելի շատ գործիքներ է, որովհետև բանակցությունները միշտ չի որ երկու կողմանի է, բանակցությունները լինում են բազմակողմանի, դու պետք է հասկանաս ռազմավարությունը, դիզայնը ընթացքի, հա ում հետ է սկզբից խոսում, ում վրա է ազդում սկզբից, ով ում վրա պետք է ազդի, հա այդ հերթականությունը եւ այլն։ Դա շատ ավելի բարդ բան է, բայց դա էլ շատ կարեւոր է եւ իհարկե շատ այս վերջերս շատ կարեւոր է նաեւ դու ինչպես ես ընդհանրապես այդ էմոցիոնալ պահ, դու ինքդ կառավարում ես քո էմոցիաները, դու ինչպես ես ազդում մյուս կողմի էմոցիաների եւ ստանում ես այն ռեակցիան, որը որ քեզ է պետք։ Ես հիմա շատ ընդհանուր ձևով ներկայացրեցի, բայց հիմնականում այդ 4 խումբն են։ Ինչ հարցնել է էմոցիականի, որ ասեցիք, վերջին տարիներին IQ-ն, այսինքն ինտելեկտի գործակիցը միշտ դրա մասին խոսացվել է, չափվել է, հա, ինչ որ բաներով, բայց վերջին տարիներին սկսեցին խոսալ EQ-ի մասին, այսինքն էմոցիաների գործակցի մասին, ինչքանով է դա օրինակ կիրառելի բանակցային գործընթացում։ Դե դա շատ կարևոր է, որովհետև եթե նախկինում ես ասացի արդեն այդ rational choice մոտեցումը սովորացրեք արագ մենք կբանակցենք եւ այլն, դա արդեն մնացել է անցյալում, որովհետև մենք հասկանում ենք ինչքան բարդ է մարդը որոշումներ կայացնում եւ եթե դու դա հասկանում ես, դու հասկանում ես, որ բանակցողին ոչ թե ինչ որ մի լեզու է պետք սովորացնել, ինքը մի լեզու գիտի, դա շատ վատ է բանակցողի համար։ Բանակցողը պետք է ճիշտ խաղը կարդա եւ ընտրի այն բանակցային լեզուն, որը կնպաստի իր շահերը բավարարելուն։
Սա է կարևոր, որ ինքը պետքա ճկուն լինի եւ շատ ճիշտ ձևով խաղը սկզբից կարդա, հետո ընտրի մի ալգորիթմ, որը իրան թույլ կտա խաղը փոխել, եթե պետքա փոխել, կամ նույնիսկ այդ խաղը շարունակել, բայց այնպես շարունակել, որ առաջերտին դու քո շահերը պետք է բավարարես։ Այո, դու պետք է հասկանաս մյուս կողմի շահերը, մտահոգությունները եւ այլն, բայց դա նրա համար չի, որ դու գաս այդպիսի մի հատ կլիշե կար, որը շատ է տարածվել եւ Հայաստանում լսում եմ դա, նույնիսկ վարչապետի շուրթերից էր դա հնչում, այդ win-win-ը, հա, որ մենք պետքա Ադրբեջանի շահերներ էլ բան անենք, հա, պետք է հասկանաս, բայց դա չի նշանակում, որ դու քո շահերը պետք է անտեսես մյուս կողմի շահերի հետևից ընկած։ Եվ այդ էմոցիոնալ պահը շատ կարևոր է, որովհետև դու հասկանում ես մյուս կողմին, երբ որ տեսնում ես, երբ որ կարողանում ես հասկանալ էմոցիոնալ ինչ պահ ինքը ապրում, հա։ Այդ EQ-ն Դանիել Գոլմանը, որ Հարվարդի նաև հոկեբան է, ինքը սկզբից գիրքը գրեց, հետո հիմա շատ է արդեն զարգացել, այդ տեսնում ինքը նույնիսկ ասում է, որ EQ-ն ավելի կարևոր է, քան IQ-ն։ Դու ինչպես ես որպես մենեջեր աշխատում քո անձնակազմի հետ, ինչպես ես մարդկանց հետ ընդհանրապես շփվում, դա ավելի կարևոր է հաջողությունների հասնելու համար, քան լինելով ավելի բարձր IQ-ով մարդ։ Նենց որ այո, մեզ համար դա շատ կարևոր է, շատ։ Հիմա տեսնենք ինչ է ասում ChatGPT-ն, թե բանակցային մասնագետի հիմնական ունակությունները որոնք պետք է լինեն։ Առաջինը լսելու եւ հասկանալու կարողություն։ Երկրորդը հաղորդակցման հստակություն, ոչ թե կարողություն, այլ հստակություն։ Վերլուծական մտածողություն, զիջումների եւ համաձայնության հասնելու ռազմավարություններ, ստրեսային իրավիճակներում հանդարտ մնալու ունակություն։ Ու այսքանն է ChatGPT-ն տալիս։ Մի կետ կա, որտեղ ես համաձայն չեմ, այդ ուրեմն զիջումների հարցով, դա միշտ չի, որ դու պետք է մտածես այդ շատ են սիրում կոմպրոմիս բառը, հայտնի մասնագետ է հիմա Ֆոսը, ինքը կատակով ինքը նախկինում ճգնաժամային բանակցող էր, ինքը կատակով ասում է այսօր պետք է գնանք կնոջս հետ ինչ-որ հյուր, ես ընտրում եմ ինչ կոշիկ հագնեմ, ես ուզում եմ սևը հագնեմ, ինքը ասում է չէ, պետք է շագանակագույնը հագնես։ Ասում է կոմպրոմիսը կլինի, երբ որ մի ոտքից կլինի շագանակագույն, մյուս ոտքից կլինի սևը։ Այդ կոմպրոմիսը միշտ չի, որ դու պետք է մտածես սկզբից հետ ինչ որ կոմպրոմիսի մասին։ Այո, իհարկե պետք է լինի ավելի բարդ բանակցություններում, դու պետք է փնտրես, ստեղծես ուրեմն տարբերակներ, որոնք ինչ որ չափով պետք է ավելի լավ բավարարեն մյուս կողմի շահերը, քան իր այլընտրանքը։ Այլապես ինքն էլ կարա չէ ասի ոչ եւ գնա։ Ուրեմն դու այդ կան պետք է հասկանաս, բայց ոչ քո շահերի հաշվին։ Այդ մեկ, երկրորդը ChatGPT-ն դե ես կասեմ, մենք օգտագործում ենք միջալոցը AI-ը, որովհետեւ բանակցությունները ոչ միայն արվեստ է, նաեւ գիտություն է, այսինքն կարելի է հաշվարկել գործարքը։ Եվ իմ գոլեգաները դա անում են շատ հաճախ դրա վրա են նստած փող են աշխատում, ընկերությունները եկել են պայմանավորվել են, կոնտրակտը կա, ասում են տվեք կոնտրակտը, ես դες ցույց տամ, ոնց կարող է ավելի լավ պայմանների ուրեմն հասնել եւ բանակցել։ Եվ դա հաշվարկները, դա մաթեմա, օպտիմալը գտնել բանակցային բանով։ Եվ բայց դժբախտաբար ասեմ ձեզ նաեւ որ Միացյալ Նահանգներում խոսքի օրինակ հենց Հարվարդի բիզնես դպրոցները անցկացրել այդ հետազոտությունը, ուրեմն մոտ 4 տրիլիոնի է հասնում շուկան, որտեղ ընկերությունները գնում են ընկերություններ կամ միանում են իրար, հա, մեծ շուկա է։ Ու պարզվեց, որ երբ որ իրանք բանակցում են 1/3-ը, փաստորեն մի տրիլիոն, իրանք թողում են սեղանի վրա։ Եթե 4 տրիլիոն է, 1.3 փաստորեն, հա, թողնում են, համարյա 1 տրիլիոն թողնում են սեղանի վրա։ Թողնում են սեղանի վրա, դա մեր բանով է, տարեկան կտրվածքով եք ասում։ Դա սլենգ է, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ իրանք կարող են ավելի լավ պայմանագիր կնքեին, բայց հասել ենք պայմանավորվել ենք, արդեն կարանք բավարարվենք դրանով եւ դուրս են գալիս, թողնում են սեղանին։ Իմիջայլոց պարոն Մարտիրոսյան, քանի որ խոսքը գնաց բիզնեսից, պարզ է այնտեղ էլ կան եւ պետք են բանակցային մասնագետներ, առանց դրա ամենտեղ պետք են։ Շատ է տարբերվում բիզնեսում բանակցային գործընթացը եւ քաղաքականության մեջ։
Հա, շատ է տարբերվում։ Եվ որոնք են այդ տարբերությունները։ Առաջերտին իհարկե ավելի շատ է կարևորվում ուրեմն արժեքային համակարգը եւ մշակույթը բաներում, որովհետեւ բիզնեսում նույնիսկ կա այսպիսի պատկերացում, որ եթե դու պրոֆեսիոնալ ես, ուրեմն դու պետքա, այսինքն պրոֆեսիոնալ մշակույթն ավելի կարևոր, քան քո ազգային կամ այլ բաները, հա դու պրոֆեսիոնալ ես, ուրեմն պետքա հոգաս քո ընկերության շահերի մասին, դա տանում է ավելի ռացիոնալ ինչ-որ դաշտ, հա։ Եվ ես իմ փորձից էլ կարամ ասեմ, բայց իմ այլ ուսուցիչը Howard Rifan ինքը ոչ միայն բարձր ուրեմն աշխատավարձ էր ստանում Harvard-ի բիզնես դպրոցից, բայց ինքը ինչ էր անում։ Ինքը հենց այդ էր անում։ Ինքը ցույց էր տալիս ընկերություններին, որ հնարավոր է գտնել այդ տարբերակը, ավելի լավ տարբերակը։ Եվ դա գիտություն է, այդ հաշվարկներ անել։ Եվ այսօր ուրեմն պարզ է, որ արհեստական բանականությունը ավելի արագ կարա այդ ամենը անի, մաթեմա, հաշվարկի, եթե դու ճիշտ տաս իրան տվյալները, ինքը հաշվարկումա ցույց տալիս, որտեղ ինչ կարելի էր անել, որ ավելի լավ լիներ։ Եվ երբ որ բիզնեսի ոլորտից իմ փորձից էլ ասեմ, ամեն տեղ չէ, բայց իմ փորձից կարամ ասեմ, որ շատ անգամ երբ որ ցույց ես տալիս փողը, ավելի հեշտ է համոզել կողմերին, որ այո, ավելի լավ է տարբերվում բիզնեսում։ Իսկ էթնոքաղաքական այստեղ շատ մեծ խնդիրներ կան եւ ամենամեծ խնդիրը նրանում է, որ բացի դրսից բանակցելը, դու պետք է ներսում բանակցես։ Այսինքն այն տարբերակը, որ քեզ թվում է, դու առաջնորդ ես, դու բանակցում ես, այն տարբերակը, որ հիմա սեղանին է եւ քեզ թվում է, որ դա լավագույն տարբերակն է, դու պետք է կարողանաս այդ տարբերակը ներսում քո համոզես, որ դա է։ Եվ շատ անգամ մեծ ուրեմն դեմքերին դա չի հաջողվել։ Ռաբինին չհաջողվեց եւ իր կյանքով ինքը բան արեց, հա դրա։ Տենց դեպքեր շատ է։ Իմիջիալոց Ֆիշերը իմ ուսուցիչը, որ բանակցեց ուրեմն ամերիկյան պատանդների խնդիրը Իրանում 79 թվի ինքն էր բանակցողը։ Ինքը ասում էր ինձ ավելի հեշտ է այատոլլաների հետ բանակցել, քան մեր պետդեպարտամենտի հետ։ Որովհետև պետդեպարտամենտը ավելի կոշտ դիրքերի վրա էր, ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Եվ հա, իհարկե դա շատ խնդիր է։ Ճգնաժամային բանակցություններում դա խնդիր է լինում, որովհետև խոսքի օրինակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան միջև վերջերս ասում էին, որ իրանք ահաբեկիչների հետ չեն բանակցում։ Որ չլինի Սիրիայի պատմությունը ցույց տվեց, որ լրիվ հակառակն էր, կարծեք թե։ Հիմա այս վերջի բանը, որ Նետանյախուի բանի հետևը Թրամփը բանակցեց, ազատեցին Պաղեստին Հա, Խամասի հետ, էլի, հա։ Խամասի հետ բանակցեց։ Ուրեմն կա իհարկե տարբերությունները մեծ են եւ ամենամեծ տարբերությունը նաեւ նրանում է, որ ավելի ստեղծագործ պետք է լինես եւ դու չես կարող դա տաս AI-ին, դեր չես կարող տալ։ Ես չգիտեմ, կարող է զարգանա անգամ, որ բայց ես կասկածում եմ, որ դա հնարավոր լինի։ Այսինքն բանակցողը պետք է լինի ստեղծագործ, որ կարողանա այնպիսի տարբերակներ սեղանին դնի, որ ել եմ ասում, առաջերտին իմ շահերից է, իմ շահերը շատ լավ է բավարարում, բայց մյուս կողմի շահերը բավարարում ավելի լավ, քան իրենց այլընտրանքը։ Որտեղ է որ դու պետք է համոզես, որ ավելի լավ է այս տարբերակը լինի։ Բայց խնդիրը ինչու՞ն է, որ նույնիսկ եթե դու համոզեցիր մյուս կողմին, դու պետք է հասկանաս նաև, որ այդ մյուս կողմը պետք է գնա բանակցի ներսում եւ այդտեղ այդ խնդիրը, որը ավելի արտահայտված է ուրեմն էթնոպոլիտիկայում, քան կորպորատիվում, երեսը փրկելու խնդիր կա։ Այսինքն դու ինչ-որ մի դիրքերից էիր սկզբից խոսում, հայտարարություններ անում, հետո գնում ես, ընդունում ես ինչ-որ մի տարբերակ, որը հակասում է, հա, քո հայտարարված, հանրայնացված դիրքերին։ Որտեղ խնդիր է առաջանում, որտեղ շատ բարդ է լինում։ Քանի որ բացի այն, որ դուք դաս եք տվել Հարվարդում, ես տեղյակ եմ, որ դուք մասնակցել եք կոնկրետ, հա, տարբեր գործընթացներին, որպես բանակցող պետք է խնդրեմ հետագայում մի երկու դեպք պատմեք հետաքրքիր, բայց հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է հաշվի առնելով վերջին տարիների Հայաստանի վիճակը, կա արդյոք Հայաստանում բիզնեսի մասին չի խոսքը, քաղաքական գործընթացների բանակցային մասնակետ։ Տարբեր մարդիկ ուսուցում ստացել են գիտելիքը, բայց ես նաև կան մարդիկ, որոնք որ դասավանդում են, բարբերաբար տրեյնինգներ են անցկացնում,
Բայց ես չեմ կարող ասել, որ մենք ունենք, ես չեմ ծանոթ չեմ, կան բանակցողներ, որոնք որ ունեն դրսում էլ այդպիսի ճանաչում, հա, որ փորձով ճանաչում, այսինքն ոչ միայն դու ասում ես, որ ես կարամ դասավանդեմ, որովհետև ես ունեմ գոլեգաներ, որոնք փայլուն դասավանդում են։ Բայց եթե դուք իրանց խնդրեք, որ կան ստեղ Երևանի շուկայում սակարկեն, ավելի լավ է իրանց չխնդրեք դա անեն, հա, որովհետև տապալելու են։ Այսինքն մի բանա դու դասավանդում ես տեսական կամ ինչ որ բան ես փորձ ես փոխանցում, մի ուրիշ բանա, երբ որ դու այդ փորձը ունես։ Այդ երկուսը շատ հազվադեպ է լինում, որ մարդիկ ունեն համ դասավանդելու փորձը, համ պրակտիկ բանակցողի փորձը։ Ստեղ ընդհանրապես խնդիր է նախկին խորհրդային միությունում տարբեր երկրներում, բայց նմանավանդ մեզ համար ես գիտեմ, ես փորձում եմ ամերիկանում մի պա փորձեցինք ստեղծել այդ խումբը, որը որ մշտական բանակցություն։ Հիմա էլ դասավանդում։ Այո, հիմա էլ դասավանդում են բանակցություններ, բայց ես չի ասի, որ դա դեռ այն որակն է, այն մակարդակն է։ Դիմել երբևէ։ Չէ, դիմել են ես բարբերաբար, երբ որ Հայաստանում էի, նույն Ամերիկանում ինչ որ կոչվում է պրոբոնո, առանց վճարվելու։ Չէ, ես նկատի ունեմ ոչ թե դասավանդել, այլ գործնական լինել։ Դիմել են նախկինում եղել են դեպքեր, երբ որ նույնիսկ առաջի դեմքերի հետ եղել են բան, երբ որ հրավիրել են, խորհրդակցել են եւ այլն։ Բայց 18 թվականից հետո նոր իշխանությունների հետ ես մի բան հասկացա, այստեղ խնդիր է, մշակույթի հետ կապված էր վարքագծային, քանի որ իրանք նոր մարդիկ էին, նաև դա էլ էր ազդում, այդ կա բացի գոռոզությունից կա այս մի պահ, հա, որ ես չպետք է ցույց տամ, որ ես ինչ որ մի բան չգիտեմ։ Այսինքն ես պաշտոնյա եմ, բանակցելը ինչ է, որ ես չիմանամ, ես փայլուն բանակցող եմ։ Ու այդ առասպելը շատ է տարածված։ Մարդկանց թվում է, որ իրանք ամեն ինչ գիտեն բանակցություններից ամեն ինչ հասկանում են եւ իրանք առանց Չէ, բայց չէ որ դուք նախքին չէիք, դուք Միացյալ Նահանգներում էիք, Ռուսաստանում չէիք, դուք Հարվարդում էիք։ Չէ, ինչն էր պատճառը։ Չէ, այստեղ ուրիշ հարց էլ կա, ես նույնիսկ եթե այդպիսի հրավերներ լիներ, ես հրաժարվելու էի, որովհետեւ ես 20 թվականն էլ։ Երևի այո։ Ես իմ կարծիքով 18 թվականից մոտավորապես հունիս ամսից ես արդեն հասկացա, որ ուժը որ եկել է իշխանության, իրանք այն ճանապարհով չեն տանում երկիրը։ Այստեղ մի այլ խնդիր էլ կա դրա հետ կապված, դա նրանում է, որ բացի նրանից, որ մարդիկ պետք է բաց լինեն, այսինքն եթե դուք հրավիրել եք խորհրդապետ ձեզ, ես չեմ ասում, որ ես 10 խորհուրդ տվեցի, 10-ն էլ պետքա դուք անեք, տենց չի լինում, երբեք չի լինում տենց։ Բայց եթե դու 10 խորհուրդ տաս եւ ոչ մեկ կամ տեսնում ես, որ հակառակն են անում, իմաստ չունի, դա միայն քո անունը։ Իմիջիայլոց դուք ինձ եք հարցնում, ասում են, չէ՞ որ ուզում են Աջեմոգլուին հրավիրել։ Աջեմոգլուն էլ է Բոստոնից, MIT-ում Նոբելական ստացավ հետո։ Հրավիրեցին, եկավ, չեկավ։ Ես չգիտեմ հրավեր եղել է թե չէ, բայց փաստա որ չեկավ, ինչու չեկավ, որովհետև ինքն էլ տեսավ, որ լրիվ են չի իրանց ասացի եւ արածի միջև արդեն ճեղքը անմիջապես երևաց։ Մի փոքր արդեն վերադառնանք ավելի, գլոբալին Հայաստանն է ամենահաջողված դեպքերը աշխարհում բանակցային, որոնք են ձեր կարծիքով, ես այս հարցը ուզում եմ նաև ChatGPT-ին տալ։ Դե ես պարզաբար իմ ուսուցչի փորձից կարամ ասեմ, որ Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներին այդ բանակցությունները երևի ամենահաջող մի դեպքերից է։ Արգո օպերացիան այսպես կոչված։ Չէ, դա Արգոն չէ, Արգոն դա դուրս բերեցին, հա։ Հետո պատանդները, որ մնացել էին, արդեն պատանդներին, հասկանալի է։ Դա երևի Կոլումբիայի բանակցությունները, ես շատ բարձր եմ գնահատում, ես մի փոքր մասնակցեցի այդ բանակցություններում, 50 տարվա պատերազմ եւ այն նախագահան, որը նախկինում պաշտպանության նախարարն էր եւ շատ կոշտ դիրքերից էր Ձախակողմյանների հետ այդ պայքարը, հա, քաղաքացիական պատերազմ, փաստորեն ինքը եկավ այն եզրակացության, որ երկիրը կորցնում է եւ պետք է գալ ինչ որ գտնել տարբերակ եւ այդ տարբերակները գտնվեցին։ Գիտեք, հաջող փորձեր լինում է, երբ որ դու տակտիկական ինչ որ տեսնում ես, որ հաջողություն ոնց որ հասել ես արդեն հաջողության,
բայց էթնոպոլիտիկայում շատ կարևոր է նաև ինչ շարունակություն է ստանալու, դա, հա։ Այդ շատ կարևոր բան է։ Ես կարամ Վրաստանի օրինակով բերեմ, որովհետև այնտեղ բանակցություններում ես մասնակցում էի, մենք 8 թվականի, չէ, 98 թվին, 95 թվից սկսած Շևարդնաձեի հրավերով մենք եկել ենք եւ աշխատում էինք վրացական, օսական կողմի հետ, աբխազիական կողմի հետ։ 98 թվին օսական կողմի հետ արդեն կար բանակցությունները ինչ որ կոչվում է interim status, այսինքն ժամանակավոր ստատուսի մասին էր բանակցությունները։ Դա շատ մեծ հաջողություն էր, որովհետեւ երբ որ ես 95 թվին առաջի անգամ հանդիպեցի Ցխինվալիում Կոստա Ձուգաևին, իրենց առաջնորդներից մեկին, նաև իրենց նախագահն են ժամանակվա, իրանք ասում են իսկ ինչ ունենք մենք բանակցելու Վրաստանի հետ, պատերազմը ավարտվել է, մենք արդեն կողմնորոշվել ենք, բանակցելու բան չունենք։ Վրացիք էլ չէին տեսնում առանձնապես ինչ որ բան հետաքրքրություն, որ բանակցելա պետք, այն ժամանակվա արտաքին գործոց նախարարը ես հիշում եմ Իրակլի Մենագարաշվիլին ինձ ասում էր, բայց ինչի բանակցենք Օսերի հետ։ Մոսկվայում են բանալիները։ Մենք Մոսկվայի հետ կբանակցենք, Մոսկվան ինչ կասի, Օսերը կհամաձայնեն։ Բայց հետո իրանք տեսան, որ դա կամ էլ այդպես չի, որ պետք է բանակցել, եւ այդ բանակցությունները գնում էին, շարունակում էին շատ լավ, մինչեւ Սաակաշվիլին չեկավ եւ ասեց, որ այն ինչ որ արվել է Շևարդնաձեի օրոք ամեն ինչ սխալ էր, ես իմ կետից եմ սկսում։ Զրոյական կետից է սկսում բանակցությունները։ Եվ ինքը իրան թվում էր, որ ինքը շատ արագ կարա այդ հարցը լուծի։ Ասեմ դες ավելին։ Երևի Աջերեի հարցն էլ որ լուծեց ինչ որ առումով, թեև Աջերան տենց մեծ խնդիր երբեք չէր եղել։ Ես ասեմ դες որ վրացական կողմի բանակցողը, որը որ Շևարդնաձեի օրոք երկար տարիներ բանակցում էր, բոլոր ուրեմն հանդիպումներից այդ փաստաթղթերը իր գրասենյակում հավաքված մի քանի բան կար, ես հիշում եմ, ես գնում էի, տեսնում էի։ Ուրեմն այդ հանդիպումները պարզա որ բանակցում էին, բոլորը բաներ գրանցվում էր, հա, ինչ են բանակցել, ինչի մասին, եւ այդ ամենը կար։ Երբ որ Սաակաշվիլին եկավ, ասացին դա պետք չեն մեզ։ Մենք մեր կետից ենք սկսում, զրոյական կետից։ Այդ շարունակականությունը շատ կարեւոր է։ Ինքը եկավ, իրան թվում էր, որ ինքը նոր ռազմավարություն է մտցնում, իսկ նոր ռազմավարությունը ինչու՞մն էր։ Ինքը ասում էր մի խմբի հետ Օսերի պայմանավորվեց Սանակոև եղբայրների հետ, որը որ մինչև նախկինում պաշտպանության նախարարն, դե ֆակտո պաշտպանության նախարարն էր Հարավային Օսետիայի, դրանց հետ պայմանավորվեց, իրանց գյուղում սկսեց շինարարություն, օլիմպիական լողավազան էր կառուցում այդ գյուղում։ Ուզում էր ասել, այ տեսեք, եթե մեզ հետ լինեք, տեսեք ինչքան լավ է լինելու։ Բայց եթե չլինեք, այդտեղ ես կարողա ուժով փորձեմ լուծեմ այդ հարցը։ Բայց ինքը չէր հաշվարկել, որ Օսերի համար Սանակոև եղբայրները անմիջապես պիտակավորվեցին որպես դավաճան եւ ոչ մեկ չէր ուզում այդ կողմը Կուրտի գյուղը, իրանց պապենական գյուղը, ոչ մեկ այդ կողմ նույնիսկ չէր ուզում նայել անունը չէին ուզում լսել Դմիտրի Սանակոևի։ Ուրեմն եւ դրանից հետո ինչ, դրանից հետո մնում էր պատերազմը։ Դրամար հիմա Կոբախիձեն ինչ ասում է, որ ամերիկյան Deep State-ը ժամանակին պարտադրեց Սաակաշվիլին, որ ինքը գնա պատերազմի եւ այլն։ Դե ես ասում եմ, դու ավելի շատ կարաս սովորես չհաջողված ինչ որ փորձերից, ուրիշների սխալներից, քան այդ հաջողություններից։ Երբ որ ես դասավանդում եմ, հա մենք կարող ենք մանրակրկիտ նայենք ինչ արեց Ֆիշերը կամ ինչ արվեց նույն Կոլումբիայում, որը ավելի բան է, կամ Պերու, Էկվադորը, շատ հետաքրքիր նաև բանը։ Ուրեմն դեմարկացիան անցկացվել էր 41 թվին եւ փոքր 5 քառակուսի մղոն տարածք էր, որի Պերուն եւ Էկվադորը պարբերաբար պատերազմում էին։ Ոչինչ չկա այդ տարածքում, ոչ ասես ռեսուրս կա տեղ, ինչ որ բան, ոչ մի բան չկա, բայց այդ տարածքի համար պատերազմում էին 41 թվից։ Վերջի պատերազմը 95 թվին սկսվեց այդ պատերազմը։ Եվ մեր թիմը Ֆիշերի հետ միասին աշխատում ենք երկու նախագահի հետ եւ գտանք այդ տարբերակը, որը բավարարեց երկու կողմին էլ, դա դարքիր փորձ է, եթե դարքիրի ավելի կարա մանրամասն պատմեմ, բայց տեսեք, մենք կարող ենք ինչ որ բաներ հասկանալ ոնց է այդ ամենը արվել, բայց ավելի շատ դու կարող ես հասկանալ, երբ որ նմանավանդ էթնոպոլիտիկայում վրիպումներ կան,
անհաջողություններ կան, այ դրանցից է պետք սովորել։ Եվ ամենաճիշտը պետքա դու սովորես քո բանից, հա, դու ամենամեծ սխալներից մեկը նոր իշխանությունները 18 թվից երբ որ իրանք եկան, նանում էր որ իրանք ասին որ իրանք Սաակաշվիլի նման սկսում են իրանք կետից բանակցներ, այդպես բան չի լինում։ Մենք խոսենք չհաջողվածներից, բայց հիմա լսենք, տեսնենք ինչ է ChatGPT-ն ասում հաջողվածների, համարում է Հարավաֆրիկյան Հանրապետության ապարտեիդի ավարտը։ Այ կարա դրա մասին ասել, որ տեղը Ֆիշերը մեծ 90 հենց Մանդելան ազատվեց, ուրեմն գրկված ենք, ես մի քիչ ուշ եմ ավելի միացել խմբին, բայց իրանց սահմանադրությունը, նոր սահմանադրությունը այդ բանակցություններում մասնակցել ենք, այո։ Ես չգիտեմ, կարելի է շատ, հա, ընդունում եմ, ChatGPT-ն ճիշտ է։ Հյուսիսային Իռլանդիա լավ ուրբաթի համաձայնագիր, սա կարծում եմ այն է, ինչը դուք նշեցիք Կոլումբիայի FARC-ի հետ համաձայնագիրը, Մոզամբիկ քաղաքացիական պատերազմի ավարտ 92 թվական, եղել է Իտալիայի եւ Վատիկանի միջնորդության բանակցությունները, Արևմտյան Եվրոպա, Ֆրանսիա, Գերմանիա հաշտեցում երկրորդ համաշխարհայինից հետո դե սա ինքը հին բան է, թե այսքանն է ինքը նշում, եթե մի քիչ քչփորենք էլի կասի։ Չէ, ես ձեր հարցը հասկացա, որ մեր փորձից, այսինքն օրինակներ, դրա համար ես Չէ, ես իհարկե դա նկատի ունեի նաև առաջին հերթին, որովհետև հետաքրքիր է ձեր փորձը։ Միանշանակ Հարավային Աֆրիկան, եւ ասում եմ, որ մենք աշխատել ենք նույն Սիրիլ Ռամաֆոսան, որը հիմա նախագահ է, ինքը այն ժամանակ Մանդելայի կողմից նշանակված էր որպես բանակցող, փակ բանակցություններ էր, էլի փակ էր։ Մանդելան ինքը չէր բանակցում անձամբ, բայց Ռամաֆոսան բանակցում էր իրանց, այսինքն Սպիտակամորթների փոքրամասնության նախկին պաշտպանության նախարարի հետ, եւ դա փակ ընթացք էր, այդտեղ նույնիսկ ֆիլմ կա, նկարահանված, ինչ աշխատանք ենք մենք արել Հարավային Աֆրիկայում։ Չէ, շատ լավ օրինակ է, իհարկե այդտեղ բարդ բաներ, բայց ուղղակի ես ինչ ունեմ ասելու Հարավային Աֆրիկայի մասին։ Մինչ Մանդելան կար եւ ուներ իր տեսլականը Հարավային Աֆրիկայի վերաբերյալ, ինքը շատ էր ուզում, որ սպիտակամորթները մնան, որ իրանք հասնելու են համերաշխության եւ այլն, բայց Իրանից հետո մի քիչ այլ ձևով Հասկանալի է, որովհետև այսօր արդեն Իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային, այո, իհարկե դա Միչելի շատ մեծ նվաճում է, ինքը որպես միջնորդ նախկին սենատոր Միչելը, ինքը շատ մեծ հաջողության է զավակտեղ։ Հետաքրքիր է, որ բանակցությունները ավելի կոշտ դիրքերից, հա, Շին Ֆեյնի ուրեմն թևի հետ էր, որովհետև ինքը հաշվարկել էր, եթե Շին Ֆեյնը ընդունի ուրեմն կլինի, բայց նաև օգնեց ոչ այնքան իմ կարծիքով ես չեմ թերագնահատում ինչ որ Միչել արել է, բայց ես ասեմ ձեզ, որ փոխվել էր տնտեսական իրավիճակը, որը որ շատ մեծ ազդեցություն ունեցավ բանի վրա, որովհետև Շին Ֆեյնը, նույն Շին Ֆեյնը արդեն չէր կարողանում այդքան հեշտ մոբիլիզացնել եւ երիտասարդներին գրկել այդ բանի մեջ, հա, որովհետեւ անգամ էր զարգացել Իռլանդիայում տնտեսական իրավիճակը, որ իրանց ավելի հեշտ էր գնալ աշխատել Իռլանդիայում ինչ-որ մի բան, նույնիսկ բրիտանացի գնում էին, աշխատում էին Իռլանդիայում մի ժամանակ, հա, սա կարևոր պահ, հա, որ ստրուկտուրայում ինչ-որ մի բան է փոխվում, որը որ ազդում է նաև մթնոլորտի վրա, բայց ել եմ ասում, այո, ես ընդունում եմ, որ Միչելը մի հարցել, քանի որ մոտենում է ավարտին, հա, մենք խոսեցինք գործընթացներից։ Ես կուզենամ ձեզանից նաև լսել ամենահաջողակ բանակցողների անունները, աշխարհի մասշտաբով, ոչ թե միայն հա ձեր փորձի։ Տենց շատ կա, որ ճանաչվում են որպես հաջող բանակցողներ, Հարվարդում նույնիսկ ամեն տարի անցկացնում են, ոնց որ կոչվում է բանակցողների Օսկար, ուրեմն շատ ճանաչված բանակցողներին, ուրեմն հատուկ ուրեմն բան։ Մրցանակներ են տալի, նշում են, հասկանալի է։ Այդտեղ տասնյակ անուններ կարելի է տալ մարդկանց, նախկին, տարբեր, եթե ինձ եք հարցնում, ես միջև ծանոթանալս երևի տենց բան չի ասի, բայց ծանոթանալուց հետո ասեմ, որ
ինձ համար շատ հետաքրքիր էր Ջեյմս Բեյքերը որպես բանակցող, որովհետև ինքը շատ այդ սառը պատերազմի ավարտի բոլոր բանակցությունները Գերմանիայի միավորումը եւ այլն այդ ամենը ինքն է բանակցել, շատ հետաքրքիր էր իր հետ զրույցը եւ նա էլ նեն չի որ ինքը դասընթացների էր մասնակցել իր փորձից, հա, բանեղած կան բանակցողներ նաև Եվրոպայում, որոնք որ ճանաչվել են, խոսքի օրինակ Աղտիսարին, Կոսովոյի վերաբերյալ, բայց ես դա չեմ համարում որպես հաջողություն, դրա համար շատ դժվար է, շատ սուբյեկտիվ են այդ բաները, հա, ոնց որ բան անենք։ Հիմա ես համոզված եմ, որ եթե դուք ChatGPT-ին այդ հարցը տաք, ինքը ձեզ տասնյակ անուններ կտա, իսկ ես կարամ ինչ որ մեկնաբանություններ անել, ոչ թե քննադատելով այս կամ այն գործողությունը, բայց վերլուծելով ավելի շատ։ Դե, երբ որ նայում ես բանակցողին, ես ասում ես ինքը հաջողակա, խոսքի օրինակ ավելի շատ արևտրական բանակցությունները կար Բարշևսկայան, որը որ հիանալի բանակցում էր Չինաստանի հետ։ Դա Միացյալ Նահանգների բանակցող։ Կամ եթե նայենք, ասում ենք արդյոք բանակցողը հասել է հաջողությունների, հա, այդ հաջողությունների rate-ը ինչ կամա։ Կան ճգնաժամային բանակցողներ, որոնց անունները կամ էլ հայտնի չեն, երևի կարամ ձեզ ասեմ, նոր Բրիտանիայի ամենահաջող ճգնաժամային բանակցողներից մեկը կին է, որը շատ տարօրինակ է։ Ես կասեմ, ես իր հետ ծանոթացա Իրաքում, որտեղ ինքը բանակցում էր բրիտանացի պատանդի խնդիր, եւ ինձ դա շատ զարմացրեց, որովհետեւ կինը շեյխերի հետ բանակցելիս դե պարզա, հա, մոմեդական մշակույթ, հա, կինը եւ այլն, բայց իր rate-ը 95% էր, 95% հաջող բանակցություններ ճգնաժամային, բայց այդ ճգնաժամայինները միշտ չի որ պատանդներ են, հա, լինում է որ մարդը ուղղակի ուզում է կամավոր իրան գցի, գնում ես բանակցում ես, այնպես որ ես չգիտեմ, հիմա ձեզ ավելացնեմ անուններ, ինձ համար իհարկե առաջինը ես պետք է ասեմ Ֆիշերի անունը տամ, բայց երկրորդը երևի ինձ համար Բիլ Յուրին է, որը նաև իմ ուսուցիչներից էր, Բիլը ինձ մի հատ կյանքի դաս է տվել պրոֆեսիոնալիզմի, որը որ միշտ ինձ հետ մնալու է, մենք բանակցում էինք բանակցությունները Ռուսաստանի եւ Չեչնիայի միջև, մենք միջնորդ էինք, դժվար էր ընդհանուր բանակցությունները, սա դեռ 97 թվի պատմությունն է, արդեն պատերազմը ոնց որ ավարտված է, բայց դեռ Մասխադովի հետ բանակցությունները եւ այլն, եւ հանդիպումներից մեկը Կազանում էր, Շայմիևն էր կազմակերպել, Շայմիևը, Աուշևը, եւ մենք հասանք Կազան եւ Բիլը պետքա ոնց որ մոդերատոր լիներ, հա, այդ հանդիպման ժամանակ եւ ինքը փայլուն անցկացրեց, շատ թեթև ոնց որ պատերազմող կողմերի միջև չլներ նույնիսկ այդ բանը, հա, զրույցը։ Շատ պրոֆեսիոնալ ձևով անցկացրեց այդ ամենը, այդ հետո ես իմացա, որ երեկոյան, նախկին երեկոյան իմացել էր, որ մայրը մահացել էր։ Ու ինձ համար դա ապշեցրեց ինձ։ Իհարկե ինքը հանդիպումից հետո չկար, լացում էր եւ այլն, բայց ինքը ընթացքում կարողացավ այնպես զսպել իրեն, կառավարել, որովհետև այս պահին ես պետք է անեմ ինչ որ անում եմ։ Բայց ես հետո իրան հարցնում էի, ինքը գիտեր որ մայրը կարա մահանա, հանդիպել էր մոր հետ, ասել էր պետք է գնամ, ուզում եմ չգնամ, այլ մարդիկ էլ կարան անեն այդ գործը, բայց մայրը ասել էր չէ պետք է գնաս։ Դե տենց, ես ասում եմ, որ ինձ համար շատ կարևոր է բանակցողը ինչպես է իրան կոնկրետ բանակցությունների ժամանակ պահում, ես շատերին եմ տեսել, բայց այդ Բիլի այդ պահը, Բիլ Յուրիի այդ պահը ինձ ապշեցրել է, մինչև հիմա ես մտածում եմ արդյոք ես երբևիցե կարողանայի այդպես Հիմա ես կարդամ ինչ է տալիս ChatGPT-ին եւ ես այստեղ արդեն կարծում եմ գալիս է նրանից, որ ChatGPT-ին վերցնում է բոլոր տվյալները, ինտերնետից եւ այն մարդկանց բուն մասնագետների անունները կարծում եմ համացանցում այդքան էլ տարածված չէ, դրա համար ինքը հանում է օրինակ առաջինը Հենրի Քիսինջերին, որը իրոք ինձ համար ֆանտաստիկ գործիչ է,
Երկրորդը տալիս է Նելսոն Մանդելային, հետո Ջիմի Քարտեր, Քոֆի Անան, Մարտի Անտիսարի Ֆինլանդիայի հետ կապված, այսինքն այն հանրային գործիչները, որոնց մասին համացանցում տվյալները շատ են։ Քարտերը խոսքի օրինակ չկարողացավ բանակցել պատանդների հետ։ Ես զարմացա Միչայլոց, որ կարդացի Մանդելան համիջական չէր մասնակցում բանակցություններին, Սիրիլ Ռամաֆոսան էր։ Դստեղ խնդիրներ կա, իհարկե, որ ChatGPT-ին եւ ընդհանրապես ես դեմ չեմ, ասում եմ, որ արհեստական բանականությունը շատ հարցեր կարող է հեշտացնի մեզ համար։ Մենք էլ ենք դիմում, ես օգտվում եմ։ Եթե ինձ հաշվարկ է պետք անել, ավելի արագ կանի, քան որևէ մասնագետ։ Դե բնական է։ Բայց բանակցությունները նաեւ ասացի արդեն արվեստ է, եւ այդ արվեստը հատկամ հեշտ չի լինելու հասկանալի է, որ ոնց որ եւ ժամանակին, այսպես ասած, են հայտնի հաշվիչ մեքենաները, կալկուլյատորները, եթե դա լուծված խնդիր է, դու տալիս ես, ինքը լուծում է կամ իր միջոցով ավելի արագ ես, բայց եթե դա առայժմ օրինակ նույն մաթեմատիկա է, չլուծված խնդիր է, ես չլուծված խնդիրը որևէ մեքենա չի կարող լուծել։ Պարզ է, որ այդտեղ ստեղծագործ միտք է պետք, այդտեղ պետք է շախմատում հաղթում են, գոն հաղթում են արդեն եւ այլն, եւ կարող է պատահի գան ինչ-որ մի բան ասեն, ասում են նույնիսկ էմոցիաները հիմա արդեն շատ լավ կարդում են եւ այլն, բայց միայն դա չի բանակցությունները։ Բանակցությունները էլ եմ ասում, դա այդ ստեղծագործական պահը, որը որ դեռ ես չեմ տեսել, որ ինչ-որ արհեստական բանով կարողանաս տենց ինչ-որ տարբերակներ ստեղծել, լսել կողմերին, ճիշտ ինֆորմացիան վերլուծես եւ տարբերակ ստեղծես, որը որ կաշխատի։ Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան, ճիշտն ասած, վերջին շրջանում ասելով արդեն մոտ 10-15 տարի Հայաստանում, կարծում եմ աշխարհում էլ շատ պահանջված են մաստեր կլասները։ Ես ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել, որ դուք այսպիսի master class տվեցիք մեր հետևորդներին։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, սիրով։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ մեր հյուրը բանակցային մասնագետ Արտուր Մարտիրոսյանն էր։ Չենք մոռանում դնել բութմատը, սեղմել զանգակը։ Էդ էլ փողով չի արեք էլի։ Եվ մեկ էլ միանալ Patreon-ին։ Այ դա փողով է։ Կհանդիպենք մեկ շաբաթից։